Լրատվական ռադիոն և Ջավախքին աջակցություն հիմնադրամը ներկայացնում են Երկիր Զաբախա Փոքրիկ երկրի մեծ մարդիկ Հինգշաբթի 16:20, ուրբաթ 12:20 Բարև ձեզ, հարգելի ռադիոընկերներ, եթերում Երկիր Զաբախ հաղորդումն է, տաղավարում ձեզ հետ Վահե Սարգսյանն է։ Այսօր խոսելու ենք հայ մեծանուն պոետ Վահան Տերյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին։ Հիշեցնեմ ռադիոընկերներին, որ մենք մի քանի հաղորդում ենք նվիրելու Վահան Տերյանին, ելնելով իր մեծությունից։ Այսօր առաջի հաղորդումն է, որի համար տաղավար ենք հրավիրել Տիկին Շուշանիկ Սահակյանին, Հայաստանի ժուրնալիստների միության անդամ, Տերյանի նվիրված շաբաթագրքերի համահեղինակ եւ մեծարգո պարոն Հովհաննես Պապիկյանին, Հայաստանի գրողների միության անդամ, Տերյանի նվիրված կրկին շաբաթագրքերի հեղինակ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար Տիկին Սահակյան, ձեզանից սկսենք մեր զրույցը։ Շատ անսովոր այսպես մի հրատարակություն է իմ ձեռքում, շաբաթագիրք։ Մի քիչ իր ձևաչափով կարծես թե շատ եւ գեղեցիկ արդեն եթե թերթելուց զգացինք, որ գործ է, եւ նաեւ այդքան ոչ տարածված եւ մի քիչ այսպես ինչից ծնվեց այս հրատարակություն ստեղծելու գաղափարը եւ ինչ է իրենից այն ներկայացնում։ Խնդրեմ։ Վահան Տերյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված այս երկու շաբաթագիրքը մենք պատրաստել ենք նրա ծննդյան 120-ամյակի եւ 125-ամյակի առիթով։ Այս գրքերը մեր մատենաշարի շարունակությունն են, սկսել ենք Համոս Սահյանով, Համոս Սահյանը 90-ամյակի առիթով տպագրեցինք իր կորացույց, հետո Հովհաննես Շիրազ, հետո Վահան Տերյան, հետո Լևոն Միրիջանյան, էլի Վահան Տերյան, հետո Ֆրունզիկ Մկրտչյան։ 7 գիրք ենք այս մատենաշարով հրատարակել, այս ձևը ընտրեցինք, որովհետև մեր պատկերացմամբ փոքր ծավալներում մեծ բովանդակություն դնելը այսպես հնարավոր է։ Բանաստեղծությունները կարդալը եւ անգիր սովորելը իհարկե հրաշալի է, բայց մենք ուզեցինք ընթերցողներին նաեւ ներկայացնել նամականին, հենց կոնկրետ Վահան Տերյանի գիրկորացույցները ներառում են պոետի բանաստեղծությունների, նամական ու հրապարակախոսական հոդվածների, տերյանական պատգամների, ինչպես նաեւ իր ժամանակակիցների գնահատանք։ Այստեղ կա նաև հրապարակախոսական հոդվածներից հատվածներ, մի խոսքով համապարփակ ներկայացնելու ձև ենք համարում սա բանաստեղծին։ Իր բանաստեղծություններից էլ դրել ենք եւ շատ հայտնիները եւ այն բանաստեղծությունները, որոնք ավելի քիչ են հայտնի լայն հասարակությանը։ Շատ հետաքրքիր ձև եք մտածել, իսկապես ողջունելի քայլ է Տիկին Սահակյան, ես նկատում եմ, որ այնտեղ նշումների նաև տեղ կա, շաբաթվա ամսվա օրերի, հա ինչ է իրենից ներկայացնում այս նշումների հատվածը։ Շաբաթագիրքը փաստացի գիրք օրացույց է, նախատեսել ենք նաև օրացուցային տարբերակը, այսինքն հեռախոսահամարներ, ծննդյան օրեր, ժամադրությունների նշումներ, կամ պարզապես կարելի է, քանի որ ամեն էջի վերևում բանաստեղծություն է տեղադրված, ներքևում կարելի նաև տպավորություն գրել, ցանկացած բան կարելի է գրել այդ վանդակներում, որոնք նախատեսել են գրառումների համար։ Իսկ այսպես ասեմ, Տերյանի հետ մի քիչ ժամանակակից լեզվով ասեմ, կոնտակտի մեջ մտնելու առավել հետաքրքիր մեթոդ եք մշակել։ Միանշանակ։ Շնորհակալություն, Տիկին Սահակյան, մենք դեռ վերադառնանք հրատարակությանը։ Պարոն Պապիկյան, գաղտնիք չի, որ Տերյանը ոչ միայն սոսկ բանաստեղծ, պոետ, նաև ազգային խոշոր գործիչ է եղել եւ հարգական հարցի հատկապես թոհուբոհում հատկապես կարևորագույն պայմանագրերի կնքման, ինչպիսին Բրեստ-Լիտովսկն էր, բոլշևիկյան հեղաշրջումը, այնուհետև հայկական հարցի ճակատագիրը հետագա առանցքային դերակատարում ունեցել Լենինի հետ իր հարաբերությունները հայտնի են, նաև անհայտ շատ այսպես վիճելի մութ դրվագներ կան։ Կուզենայի հաղորդման ընթացքում անդրադառնանք այս թեմաներին։ Դա ինձ համար ամենացավոտ կողմն է Տերյանի կյանքի հետ կապված, համընդհանուր ճանաչում գտած բանաստեղծը կյանքի ճակատագիր ասեմ թե բախտ ասեմ չով ինքը կամովին դրվեց այդ բանին, որը կոչվում է հայկական հարց։ Եվ Բրեստ-Լիտովսկում, երբ որ ինքը մասնակցեց որպես կոմունիստ, ինքը մեծ հակամարտություն այսպես ունեցավ Լենինի հետ, եւ զարմանալի է, որ այդ էտապը շատ չի լուսաբանված, շատ չի ուսումնասիրված։ Փաստորեն ես գոնե մի քիչ Տերյանին իմացողս եւ հայ լրագրողս կամ գրողս
մտածում եմ, որ Վահան Տերյանը Լենինի աքսորիալը դարձավ, որովհետև այդ չարությունը Լենինը պիտի ուննաս Վահան Տերյանի հանդեպ, Վահան Տերյանը բացահայտ ասաց, որ մենք ամբողջ Արևմտյան Հայաստան ենք կորցնում այս պայմանագրով։ Ձեզ հայտնի է, որ այդ պայմանագրից հետո ռուսական զորքը թողեց Արևմտյան Հայաստանը, բացի դա Լենինը թուրքերին սիրաշահեց եւ ոսկով եւ զենքով եւ գումարով մի տեսակ դա այն գլխից բան է Լենինի հակվածությունն է Թուրքիային օգնելու եւ Տերյանը այդ հարցում կամովին դրվեց այդ ճակատագրական հասցին, որտեղ ինքը չէր կարող այդպեսին չլինել, ինքը հայրենասեր մարդ էր եւ այդ հայրենասերությունը իրան պետք է դրամադրես այդ հակամարտությանը գնալու եւ երբ նրան ուղարկեցին որպես կոմունիստ Միջին Ասիա, ես կարծում եմ, որ դա Լենինի այդ տարիների մտահղացումներից մեկն է, որ նրան պետք է հեռացներ մեր այս միջավայրից։ Մի փոքր հակասություն կա, պարոն Բաբիկյան, կոմունիստ չէ, հիմա ներկայացնեմ, բոլշևիկ գործիչ Վահան Տերյանը, թեև սկզբից եղել է նաև դաշնակցական կուսակցության գաղափարական հարողը, եւ Բրեստ-Լիտովսկը, որը Լենինի, այսպես ասենք, իրձնուիդյան էր, որը որ փաթաթեց Ռուսաստանի վզին, հաղթանակած Ռուսաստանը, կարծես թե պարտված Թուրքիայի առաջ դուրս եկավ պարտված, այսպես ասենք, բանակը քայքայվեց, պատերազմ պետք չի մեզ, ցարը սխալ արել, որ պատերազմել է եւ այլն, եւ զորքերը թողեցին հեռացան, Անդրկովկասի ամբողջ Կովկասյան ճակատը եւս քայքայվեց, մի կողմ թողնենք, դա ինչ վնաս տվեց հայերից եւ այլն, բայց խնդիրը դրանն է, ինչպես էր կարողանում Տերյանը դեմ գնալ այս ամենին։ Տերյանը նախ հայրենասեր էր եւ բանաստեղծությունը որ նայում ես ինձ մի խառնեք ձեր վայրի աչքի ցեղերին, դպատահական չի գրվում եւ Տերյանը մեծ հայրենասեր է եւ այդ մեծ հայրենասերը երբ որ անձամբ ինքն է մասնակցում նման ես այս բառը օգտագործեմ խայտարակ պայմանագրին ինքը չէր կարող չընդվզել եւ այդ ընդվզելը շատ թանկ նստեց իր վրա այս է ասածս եւ ես շատ կուզենայի որ Տերյանով զբաղողները հատուկ ուսումնասիրեին այդ этаպը թե ինչպես եղավ որ այդքան ընդմիջումից հետո Լենինը ամեն դեպքում ուզեց իրեն հեռացնել այս միջավայրից եւ ուղարկեց խոսքը վերաբերում է 20 թվականին նրան այսպես ԽՍՀՄ արտգործ մինիստրության հատուկ հանձնարարությամբ Միջին Ասիա կարծիք կա որ նա այդտեղից անցնելու էր Կովկասով դեպի Եվրոպա հեռանալ, այսինքն չէր ուզում նաեւ ինքը հա, ասենք հանձնարարություն կատարել կամ իր վրա վերցնել կոմունիստական բոլշևիկյան այս պատվերը կամ հանձնարարությունը նաև կարծիք կա այսպեսի։ Նա հանձնարարությամբ գնաց չգիտակցելով որ դա աքսոր է։ Ես համարում եմ դա աքսոր։ Եվ ընդհանրապես Տերյանի ճակատագրի հետ կապված շատ խրթին կետեր կան ու զարմանալի բան է, օրինակ Տերյանի կուսակցական լինելը ես հիշում եմ մեր օրացույցը որ վկայեցիք դուք Չարենցի Անկա նամակը իր ընկերոջ Գրիշային ասում տարօրինակ բան է Տերյանը երբ որ մահացավ երկրում դաշնակցականներն էին եւ քանի որ Տերյանը բոլշևիկ է չկարողացան պահպանել այսինքն պահպանել հետեւել որ կարող էին գնալ եւ նրա դիակը բերել Հայաստանում պատվով թաղել բայց քանի որ երկրում այդ պահին դաշնակցականներին դա չարվեց այսինքն Տերյանի հետ կապված ճակատագրի շատ խրթին հարցեր կան, որ ես մտածում եմ թե ինչպես կլիներ, եթե այսպես լիներ, ասենք եթե նա ամուսնանա Նվարդի հետ, Թումանյանի աղջիկա, որովհետև եւ իր համակրանքը կար եւ Նվարդի փոխադարձ համակրանքը կար։ Այսինքն այս եթեները շարունակում են, քանի որ այսքան ուսումնասիրեցի Տերյան եւ ուսումնասիրեցի Շուշանիկ Տերյան եւ ավելի շատ հարցեր առաջացան կամ պատասխաններ այսպես բայց քանի որ ես ուզում եմ Շանիկը շարունակի անդրադառնալ օրացույցին որովհետև գիրքորացույցը ուսուցիչների սիրելի ձեռնարկն է եւ այս մատնաշարը բավականին վերահրատարակման պահանջարկ ունեցավ ուսուցիչների համար շատ հեշտ է եւ միջոցառում անել եւ դաս պարապել։ Տիկին Սահակյան, գրգին անդրադառնանք հրատարակությանը, ինչպիսի հետաքրքիր բովանդակային դրվագներ կառանձնացնեք, որ զետեղել եք հրատարակության մեջ, շաբաթագրքում, ինչ աղբյուրներ են, որ ձեր ձեռքի տակ եղել են եւ դուք զետեղել եք եւ ընդհանրապես բովանդակային կառուցվածքը կազմելիս ինչ սկզբունքներով եք առաջնորդվել, խնդրեմ։
Սկզբունքներից մեկը հետևյալն էր. ամեն էջում անպայման մեկ բանաստեղծություն ենք տեղադրել, մեկ փոքրիկ հատված նամակներից որևէ բնորոշ։ Սովորաբար Տերյանի ցավը լեզուն պահպանելն էր, մշակույթը պահպանելն էր, նա շատ վախենում էր այլ մշակույթների հետ մեր ձուլվելուց, դա իր համար մեծ ցավ կլիներ։ Իսկապես անաղարդության խորհրդանիշ է լեզվի եւ մշակույթի Տերյանը։ Այո, իր մտորումները, իր պատգամները կարդացել ենք բազում անգամներ եւ շատ բնորոշները, իրեն բնորոշ շատ մտքեր մենք ներառել ենք օրացույցում։ Անդրադարձ է եղել նաև նրա քաղաքական գործունեությանը, նրա անձնական կապերին։ Մեզ համար իսկական գանձ էր Տերյանի նամականին։ Նամականին մեծ հարստություն է, որը շատ սիրով եւ շատ պատասխանատվությամբ է գրված եւ նամակի հետ կապված այսպեսի մի նկատառում ունի։ Ինքը ասում է. նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում եւ չես աշխատում խոսել տրամաբանորեն ու խելոք, այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու եւ քաշվելու։ Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերիմի ասած մասնավոր ինտիմ խոսակցության համար, ինչին էլ վերաբերվի այդ զրույցը։ Շատ մեծ տեղ ենք հատկացրել լեզուն անաղարտ պահելու նրա մտայնությանը, նրա մտահոգությանը, կարևորել ենք նրա պոեզիայի երաժշտականությունը։ Ինքը շատ հետաքրքիր է խոսում երաժշտության մասին։ Տերյանի պոեզիայում շատ երաժշտություն կա, շատ երաժշտական են նրա գործերը։ Ինքը շատ հետաքրքիր բան է ասում է երաժշտությունը իմ հոգին է, որին ես ինչ որ հրաշքով լսում եմ։ Իսկ երբ երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, ուրեմն դա արդեն երաժշտություն չէ։ Այս տարի Տերյանի ծննդյան 130-ամյակի առիթով պարոն Պապիկյանի հետ համատեղ ուզում ենք ձեռնարկել Վահան Տերյանի մասին վավերագրական ֆիլմի պատրաստումը, որը կրելու է Տերյանը երգերի մեջ խորագիրը։ Ուզում ենք չէ, մենք ձեռնարկեցինք Տիկրան Մանսուրյանը արդեն։ Ես ուզում եմ ասել, որ արդեն ձեռքի տակ ունենք բավականին նյութեր, այսինքն պատրաստ ենք ֆիլմը ստեղծելու, ձեռնարկելու այդ գործը, պարզապես ունենք միջոցներ հայթայթելու խնդիր այս պահին։ Եթե չեմ սխալվում, Թումանյանի երգերի մեջ եւ Շիրազի երգերի մեջ արդեն կա, ես իմ գրադարանում ունեմ այդ գրքերը։ Տերյանի երգերի մեջ չկա եւ իսկապես դա շատ պահանջված, շատ ես կարծում եմ սպասված կլինի նաեւ նախաձեռնություններ շատ որովհետեւ դուք գիտեք հայտնի է արդեն, որ հրաշալի կատարումներ կան Տիգրան Մանսուրյանի շարքը Տերյանի, Արաքս Մանսուրյանը շատ բարձր մակարդակով կատարում է այդ գործերը, այնպես որ ուզում ենք ձեռնարկել, արդեն սկսել ենք, այսպես ասենք, այդ գործը եւ ձեռքի տակ բավականին նյութեր արդեն պատրաստ ունենք։ Շատ գեղեցիկ նվեր կլինի մեր հանրությանը, հենց կապված նաեւ Տերյանի 130-ամյակի հետ։ Իհարկե, եւ ես կուզենայի հատկապես առանձնացնել Տերյանի գործերում եւ նրա մտորումներում, նրա անհանգստություններում հայոց լեզուն անաղարտ պահելու հարցը, որը շատ արդիական եմ համարում նաև այսօր։ Չեմ ուզում վատ բան ասել այս հաղորդման շրջանակներում, բայց շատ նկատելիորեն մեր լեզուն աղճատվում է, աղավաղվում է, չի պահպանվում ոսկեղենիկ հայերենը, որը Տերյանն է օգտագործել։ Եվ անդրադառնամ Տերյանի լեզվի մի երկու բնորոշման։ Պոետի բանաստեղծական լեզվի մասին մեր պատկերացումներն ամբողջացնենք Չարենցի գնահատանքով։ Տերյանի պոեզիան նայիրյան խոսքերի գանձարան է։ Կամ Հանձին Վահան Տերյանի մեր գրական լեզվաշինության ասպարեզում մենք տեսնում ենք մեր գրական լեզվի հիմնական կենտրոնաձիգ տենդենցի վերջին ամենացայտուն եւ ամենաբնորոշ գրողին։ Հավելենք նաեւ Պարույր Սևակի կարծիքը. Տերյանը ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին, իսկ Համո Սահյանի խոսքով նա բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց ստեղծել է լեզվի պոեզիա։ Նմանատիպ գնահատանքները շատ են, կա Թումանյանի գնահատականը, կա Իսահակյանի, կա ժամանակակից գրողների Հրանտ Մաթեոսյանի, մյուսների գնահատականները, պարզապես ես համարեցի այս պահին այսքանը մեջ բերելը հարմար։ Եվ նաև
հրատարակության մեջ ես նկատում եմ այլ մարդկանց, այլ խոշոր դեմքերի խոսքերը ուղղված Վահան Տերյանին կամ Վահան Տերյանի հասցեին։ Նպատակ ենք ունեցել ամբողջացնելու դիմանկարը Վահան Տերյանի, նաև ժամանակակիցների խոսքերով եւ հարկ համարեցինք մեջ բերել ամենաբնորոշները։ Գիտեք, գնահատանքները տարաբնույթ էին, շատերը նրան խորհրդային տարիներին դասավանդվում էր Տերյանը դպրոցում ինչպես մելանխոլիկ, բանաստեղծ, մերժված սիրո, տխուր երգերի աշնանային երգիչ, մեր պատկերացմամբ ինչքան մենք կարողացանք հասկանալ Տերյանին, նա նախ եւ առաջ մեծ փիլիսոփա է եւ նրա ամբողջ ստեղծագործությունը հզոր, համարձակ խոսք է ուղղված աշխարհի գերտերություններին, ովքեր իրենց խնդիրները կարողանում են լուծել հաշվի չնստելով փոքր ազգերի շահերի հետ։ Եվ Տերյանի այդ հզոր հայրենասիրական գործերն է պետք դասավանդել։ Պետք է սերունդը կրթվի, դաստիարակվի այդ սկզբունքներով, Տերյանի այդ խոսքով եւ շատ այսօր վտանգավոր է պահպանել են կարծրատիպը, որ սովետական տարիներին կային։ Դրանք իհարկե կենտրոնից խորհրդային տարիներին կենտրոնից թելադրվող գործառույթներ էին, որոնք հեռու էին ազգային դեմք ու դիմագի ձևավորելուց։ Այսօր մենք խնդիր ունենք սերունդը կրթել, դաստիարակել հզոր հայրենասիրական գործերով, Տերյանին ներկայացնել որպես հայրենասեր մեծ բանաստեղծ, հայոց լեզվի հրաշալի գիտակ, լավ թարգմանիչ, քաղաքական մեծ գործիչ եւ շատ կարեւոր է մեծ հայրենասեր։ Շատ հետաքրքիր այս ձեռնարկը, իսկապես որ հրաշալի նախաձեռնությունը Դենիս Սահակյանն ինչ որ կերպ լայն տարածում գտել է հասարակության, հատկապես կուզենայի շեշտել դպրոցական ուսուցչական միջավայրում։ Այո, թույլ տվեք ասել, որ շատ ուսուցիչներ են զանգահարում մեզ եւ հիմնականում գովեստի խոսքերը թող լինեն, բոլոր գովեստի խոսքերը մենք ուղղում ենք Տերյանին իհարկե, բայց նրանք կարևորում են ներկայացնելու այս ձևը նաև, որովհետև այստեղ ամեն ինչ գտնում են եւ բանաստեղծությունները կան եւ իր մասին դուք արդեն նշեցիք, կարծիքները կան գրողների, որը պակաս կարևոր չէ նրա ամբողջացնելու համար։ Երիշե Չարենց, Գեղամսարյան եւ շատերը, Համոսահյան կա այնտեղ, Հրանտ Մաթեոսյան կա։ Այդ բոլորը զետեղել են, որպեսզի ամբողջացնենք Տերյանի դիմագիծը, պատկերացնենք նրան ոչ որպես պարզապես բանաստեղծ, լիրիկ բանաստեղծ, այլ ինչպես ասացի, ազգային գործիչ իսկապես, ազգային բարձր արժեք։ Դուք շուտ բան կուզենաք այս արդյունքը ավելացնել։ Այդ արդյունքը ավելացնեմ, որ շաբաթագրքերը փաստորեն 3 անգամ վերահրատարակվեցին եւ այդ պահանջած ուսուցիչներից եկավ։ Օրինակ ես օգտվեմ ռադիոյի այս հնարավորությունից եւ ասեմ, որ Արմավիրի Մազբետը 1000 օրինակ պատվիրեց իր ուսուցիչների համար։ Կոդայքի նախկին Մազբետը 600 օրինակ պատվիրեց, Հրազդան քաղաքի քաղաքապետը պատվիրեց եւ շատ սիրով տարածվեցին դրանք եւ գրադարաններում եւ ուսուցիչների մոտ։ Գնահատական ուսուցչի հետևյալն է, այս շաբաթագրքով ես պարապում եմ իմ դասերը, ես անցկացնում եմ իմ միջոցառումները, որովհետեւ ամեն ինչ կարծես թե արված է հենց ուսուցիչների համար։ Խոստովանենք, մենք մեծ մասամբ գիրքը պատրաստելիս նկատի ենք ունեցել աշակերտներին եւ մենք տարածեցինք գրադարաններում, դպրոցներում եւ այդ ճանապարհով նաեւ թվարկածս մարդկանց շնորհիվ տարածվեց ընդհանրապես ուսուցիչների միջավայրում։ Պահանջարկը էլի կա, բազապես դուք երևի լավ գիտեք, որ միշտ չի որ հնարավոր է գրքեր հրատարակել, վերահրատարակել, բայց Տերյանի պահանջարկը կա մանավանդ ծննդյան 130-ամյակի հետ կապված, մենք էլի ծրագիր ունենք, ասված կտա եւ հաջողություն կլինի։ Խնդրեմ Տիկին Սահակյան։ Մենք արել ենք 2 գիրք օրացույց, առաջինը տպագրվեց 2005 թվականին Վահան Տերյանի ծննդյան 120-ամյակի առիթով։ Գիրք օրացույցը կամ շաբաթագիրքը ինչպես անվանել են, կոչվում էր Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց։ Տերյանական խոսքերից ենք վերցրել։ Եվ երկրորդը տպագրվեց 5 տարի հետո 2010 թվականին արդեն պոետի ծննդյան 125-ամյակին եւ վերնագրել ենք այսպես բարի հիշեք ինձ ձեր սրտում։ Եթե Աստծո հաջողությամբ կարողանանք նաև պատրաստել վավերագրական ֆիլմը, այն կկոչվի Տերյանը երգերի մեջ։ Իսկապես ֆակուլտատիվ լրացուցիչ ձեռնարկ, աշակերտական, այսպես միջավայրը ավելի տերյանական դարձնելու եւ Տերյանի ռոպագանդան ուժեղացնելու։ Տերյանի հետ երկխոսելու նաեւ։ Երկխոսելու, այո։ Գրասեղանին կամ ցանկացած տանսեղանին դրվող մի գիրք է, մարդը ում ձեռքին սակա բնականորեն անգիրանում այն բանաստեղծությունը, որ դրված է եւ հաղորդվում է այն տեքստերին, որ Տերյանի կյանքն է կամ Տերյանի մասին ուրիշների ասած
պետք է մեր հոգևոր արժեքները պրոպագանդել, այս գիրքը նույնպես հոգևոր արժեք կարելի է համարել, եւ այս հրատարակության պրոպագանդում եւ գովերքում առաջին հերթին բխում է մեր աշակերտության, մեր նորեկող սերնդի շահից։ Հիմա գաղտնիք չի, որ նորագույն տեխնոլոգիաների այս համակարգչային խաղերի պայմաններում, որոնք չարիք են շատ դեպքերում դառնում ոչ ճիշտ օգտագործման պայմաններում մեր աշակերտների նորեկող սերնդի համար, արդեն մեծ ծավալուն գրքերը վախենալու են դառնում ինչ-որ իմաստով եւ ամեն աշակերտ չի, որ կարող է Տերյանի հադորները թերթել։ Եվ մատուցման այս ձևը կարևորում ենք նաեւ այն պատճառով, որ մի քանի բանաստեղծություն իրար հետևից կարդալը երեխայի հոգեբանության մեջ եթե խորանանք, երկրորդ, երրորդ, չորրորդը արդեն ձանձրալի է ու դժվար։ Երբ նա թերթում է այս գիրք օրացույցը, կարդաց բանաստեղծությունը, դա կարդում է Տերյանի հորդորները, նրա մտքերը, նրա պատգամները, հետո թերթում է հաջորդ էջին բանաստեղծությունը կարդաց, արդեն հաջորդը դրանից հետո գալիս է Տերյանի գնահատանքը, ժամանակակիցների խոսքը, որ իրեն էլի հետաքրքիր կտվա։ Թերթեց հաջորդը, նույնիսկ կարդում է բանաստեղծություն եւ ներքևում արդեն նամակից մեջբերումն էր։ Այսինքն այդ միապաղաղությունը նաեւ փորձել ենք մի կերպ ցրել։ Պարոն Պավիկյան, հազիվ թե Հայաստանում կամ թե ամենես հայկական իրականության մեջ մեկ աղջիկ գտնենք, որը չի սիրում Տերյանին, հատկապես 1910-ական թվականներին, երբ տպագրվում էին Տերյանի առաջին գրքերը, աղջիկները երիտասարդ, ուսանող եւ ընդհանրապես գրաճանաչ բարձերի տակ դրած Տերյանի այդ առաջին հրատարակությունները շատ դեպքերում թաքուն, շատ դեպքերում բացահայտ կարդում էին, արտագրում էին, փոխանցում էին միմյանց, ինքը Տերյանը դարձավ հենց առաջին իր իսկ հայտնության օրերից աղջիկների կուռքը։ Հայտնի է նաեւ, որ Տերյանը փոխադարձորեն ունեցել է բազմաթիվ սերեր, մեկը չի եղել, գիտենք, Սուսաննա Պախալովան առաջին նրա կինը, Անահիտ Շահիջանյանն նրա երկրորդ կինը, բացի նրա կանանցից ունեցել է նաև սիրած աղջիկներ, այդպիսի սերերից է նաև Նվարդ Թումանյանը, Մեծն Թումանյանի դուստրը։ Կուզենայի մի փոքր մանրամասնենք Տերյանի կյանքի այս գեղեցիկ դրվագը։ Ես նախաբանից սկսեմ, որ մթնշաղի անուրջներից հետո իսկապես Ստեփան Զորյանի բնութագրմամբ օդը հագեցված է Տերյանով եւ ձեր վկայակոչած ջահելները միմյանց նվիրում էին Տերյանի մթնշաղի անուրջներ գիրքը, մեծագույն նվերես, որտեղ երիտասարդը այդ կարդալուց հետո իր մեջ սերը շատ ավելի արժևորում է։ Նվարդը ոչ միայն հիացած է Տերյանի պոեզիայով, այլ թաքուն մի սեր կար իրանց մեջ։ Այս կտորն էլ իմ կարծիքով լավ ուսումնասիրված չի, եւ երբ որ ես ասում եմ, եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ, Տերյանի ճակատագիրը ինչպես կորոշվեր։ Այդ սերը շատ խորն է եղել եւ Տերյանը պատահական չի, որ եւ բանաստեղծությունները նվիրել նաեւ նամակներ։ Եվ այդ բանաստեղծությունից մեկը, երբ կարդում ես, հիմա բացվում են այդտեղ վարդեր ու վարդերի մեջ դու հրեվարդ նվարդի նվիրված բանաստեղծություն չենք հանդիպի մենք արդեն նվարդ, թեև բացվում են նորից վարդեր, օ եղիր խնդուն, որպես թիթեր ու թող հրահրի հուրը կախարդ, հիմա բացվում են այդտեղ վարդեր եւ դու վարդերում վարդերի վարդ։ Սա միայն բանաստեղծական բանը չէ եւ բանախաղ չէ, իսկապես սիրո արտահայտություն է եւ նվարդի պատասխանը կա, որ գնահատում է Տերյանին, արդեն զգում ես, որ ոչ թե որպես բանաստեղծ է գնահատում, այլ նաեւ սիրած աղջիկ է գնահատում, նա իր խառնվածքով գերազանցորեն բանաստեղծ է, իրեւության մի հաջող լիրիկ բանաստեղծություն, նրա հոգին նուրբ է ու քնքուշ, իր կանձայի ծաղիկների նման նրբին ու զգայուն։ Այդ սերը իսկապես եղել է երկուսի միջև, նկարներ կան, լուսանկարներ, Թումանյանի ընտանիքում շատ ընդունելի է եղել Տերյանը եւ Նվարդի հետ նկարները կան։ Չեմ կարող ես իհարկե ասել, թե ինչից է, որ այդ սերը չհասունացավ եւ չհասավ մինչեւ ամուսնական, բայց ես գոնե որպես երևակայություն ունեցող այսպես լրագրող պատկերացնում եմ, եթե նրանք ամուսնանային, Տերյանի ճակատագիրը բոլորին ուրիշ ուղղությամբ կգնաց։ Նախ իրենց գլխավերև կունենային Թումանյան, որը արդեն ուրիշ մի ճակատագրով կտանես իմ կարծիքով Տերյանին։ Սա ինձ համար միշտ պակաս է եւ այդ եթեն իմ մեջ միշտ կա, կարծում եմ ձեր մեջ կա։ Պարոն Պավիկյան, մի հարց էլ հետաքրքիր է,
Ջավախքի Գանձագյուղում ծնված բարբարային միջավայրում հասակ առած Տերյան, այնուհետև Լազարյան ճեմարան, ռուսական միջավայր։ Ինչպես հաջողվեց Տերյանին այսքան գեղեցիկ անաղարտ մաքուր հայերեն ստեղծել, Տերյանի գենետիկան խոսեց այստեղ։ Ինքը կազեմ ոչ մի անգամ Կարինը չի վկայել, ես որքան հիշում եմ նամակներից, բայց մի նախապանան եմ, որից Շուշանիկ այդ հատված ավելի լավ գիտի, ինքը կասի, պիտի պարտք մնանք, պարտական մնանք Տերյանի հորը, Տեր-Սուքիասին 10 տարեկան Տերյանին կարողացավ հասցնել Պետերբուրգ եւ նամակները իր հետևից գրեց, որ իմ որդին արդեն հասուն է, այսինքն առաջին դասատուն Տեր-Սուքիասն էր, որը կարողացավ Տիկամասյանը պատահական չի ասում, թե Տերյանը բերեց քաղաքի պոեզիա, քաղաքային խոսք, մեծ քաղաքի պոեզիա։ Այսինքն Տերյանը արդեն պատրաստ է եւ Պետերբուրգ գնաց։ Ճիշտ է, ես հատուկ նշեմ, որ նախալքալակում չկարողացավ դիմանալ, գավառական քաղաք թողեց փախավ այնտեղի դպրոցից եւ այլևս կտրուկ չուզենալով գնալ նախալքալակ սովորելու։ Հայրը շատ մեծ ճակատագրի մեծ տարական նպաստ ունեցավ իրեն հասցնելով Պետերբուրգ։ Իդեպ ասեմ, որ աղքարակցիների մեջ այդ ջիղը կա, սովորելու ջիղը կա։ Չնայած չգիտեմ ինչու աղքարակցիների մեծ մասը մաթեմատիկական ուղղության են գնում։ Մենք այնտեղ կրողական բան ունենք Ջիվանիտ, Դեմիրճյան եւ Վահան Տերյան, չէ՞։ Մյուսները մեծ մասը մաթեմատիկական ուղղության։ Բայց Տերյանը կարողացավ հենց Պետերբուրգում կարողացավ եւ ահավոր մաքուր ճանապարհներով գնալ։ Շուշանիկը այս օրացույցը պատրաստելիս այս հատված ավելի լավ է ուսումնասիրել, կուզենայի շարունակել։ Ես շատ կարևորում եմ գենետիկագիտությունը, դա իհարկե իր գործանում է, դա հիմնականն է, բայց այստեղ Տերյանի տեսակը կա։ Եվ հայտնի է, որ Մանուկ Վահանը եղել է ունակ, աշխատասեր, պրպտուն երեխա, իսկ նրա հայրը Քահանա Տեր-Սուքիասը նամակով դիմում է Լազարյան ճեմարանի տնօրինությանը փաստելով հետևյալը. Որդիս 10 տարեկան է, վերջացրել է գյուղական մեկդասյա ուսումնարանի դասընթացը, կարողանում է ռուսերեն եւ հայերեն ճիշտ կարդալ ու գրել, գիտե թվաբանական 4 գործողությունները, կրոն, հին ու նոր կտակարան։ Տեսեք 10 տարեկանում արդեն որքան նա պատրաստված է եղել։ Բնական է, որ իր աշխատասիրության արդյունքում նա արդեն պետք է մեծ հաջողությունների հասներ։ Իսկ լեզվի բացառիկ իմացությունը եւ հետագայում նաեւ այդ ճկուն լեզուն կիրառելը իր ստեղծագործության մեջ էլի խոսում է իր տեսակի մասին։ Տերյանը բացառիկ գրագետ էր գրում, դա իր տեսակն էր, դա ես կարող եմ ասել անհատի հրաշք ունակության արդյունք էր իմ պատկերացմամբ։ Շնորհակալություն հարգելի հյուրեր, հարգելի ռադիոընկերներ, Վահան Տերյանն էր իր կյանքի կենսագրության մութ կողմերով եւ նաեւ իր պարզությամբ, իր լուսավորությամբ այսօր մեր հաղորդման հերոսը, մեր հաղորդման այսօրվա հյուրերն էին Շուշանիկ Սահակյանը, Հայաստանի ժուրնալիստների միության անդամ, Հովհաննես Պապիկյանը, Հայաստանի գրողների միության անդամ։ Հարգելի ռադիոընկերներ, թող տերանական այս մեր տերանաշունչ հաղորդումը ձեր օրը դարձնի տերանական եւ յուրաքանչյուր ձեր օրը բացվի տերանական համադրությամբ, այն է սիրո, բարձրության, քնքշության, լուսավորության եւ անպայման հայրենասիրության այս բազմաթիվ հատկությունների համադրությամբ։ Ձերը տաղավարում Վահե Սարգսյանն է, ճանաչենք մեր մեծերին եւ նրանց մեջ որոնենք մեր տեսակի շարունակականության բանալին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին։